Գիտեք, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը ուժեղ Հայաստան կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին եւ վարչապետի տեխնացու է առաջադրվել Սամվել Կարապետյանը։ Ես Սամվել Կարապետյանի շատ լավ ճանաչում եմ Մոսկվայից, ես Մոսկվա 25 տարի ապրել եմ, հարսս իրան մոտ աշխատել է, ես իրան որպես մարդ, իհարկե տենց չեմ նստել զրուցել, բայց որ իմ հարս 3 տարի իրան մոտ աշխատել է, շատ գոհ է եղել, որպես բան, որ ինքը պիցայա շատ գործարար մարդ է, ինքը իրան կարամ ասեմ քրտինքով է ստեղծել, ոչ գողություն է արել, ոչ ինչքան որ ես գիտեմ իրան, շատ լավ էլ գիտեմ, որ ինքը իրան աշխատանքով է բարձրացել։ Դե հիմա էլ Փաշինյանն ասում է պիտի լրիվ զրոյացնեմ, իրան դարձնեմ բոմժ։ Ինչի համար։ Ուրեմն որ ինքը իրան քրտինքով առաջ է գնացել, հարստացել է, հիմա դու ինչի համար ես բոմժ դարձնում են մարդին։ Եթե ժողովուրդը կանգնան մի մարդու նման ասին, թեկուզ Սամվել Կարապետյանին չընտրեն, ձեզ ընտրեն։ Ինչ անելու Փաշինյանը, սպանելու է մեզի։ Ես այստեղ մինչև ստեղ կուշտեմ իրանից։ Գիտեք ինչի, մենակ հենց այն բանի համար, որ ասած թոշակառուներ ինչի պիտի 10,000 ստանան, ինչ պիտի անեն թոշակառուն։ Ու նույն րոպեին էլ 12 միլիոն էս պիտի ստանա, 9 միլիոն էս պիտի ստանա, 7 միլիոն էդ պիտի ստանա։ Այդքանից հետո ես իրան ոնց հարգեմ։ Կարաք ասեք։ Այսքան էլ չեմ հարգում։ Ես մոտիկից չեմ ճարում, բայց ինքը բավական իսկ ասելով, միջև վերջերս խիչ է ստուգել սենց արել, ինչ որ սենց չարաշահումներ արել, բայց մարդը մեծ դրումներ արել։ Ոնց չհավատար, որ միլիարդեր է տեղադրել էլեկտրական էներգիան, բաները տաշիրի կամ ինչ-որ բավական բիդը։ Վերջերս էլ 3 տվեցին, որ այդ բանտարկած մի խոսքով տնային կալանք տված է, բայց $900 միլիոն արդեն նրա բանի եկավ, էկոնոմը։ Սամվել Կարապետյանը շատ բան արել, հələ որ Ղարաբաղի համար, մեծ եկայվանդոն սարկել, զաղ իրա ուժերով, ամեն ինչ մեջ կար, ամեն ինչ, ամեն ձևի բան մեջ կար, սարկավորումներ, ինքն շատ լավ հակեցված ամեն ձևի։